վարչապետի իմպիչմենտի թեկնածու Դավիթ Համբարձումյանն էր կոչով հայտարարությամբ հանդես եկել ուղղված քաղաքական ուժերին, ինչու նոր, այսպես ասենք, որոշեցիք նորից արթնացնել այս թեման իմպիչմենտի, ինչ հաջողություն կարող է ունենալ այս անգամ եւ ըստ էության նաեւ ակնարկ էր փողոցային պայքար սկսելու, ճիշտ ենք հասկացել։ Ճիշտ ասած, այդտեղ ձեր ձևակերպումներից մի քանիսի հետ ես համաձայն չեմ, պարոն Ֆարադյան։ Առաջին իմպիչմենտի թեման քնած չի եղել, որ մենք արթնացնենք կամ այն չարթնացնենք։ Դա միշտ մեր օրակարգի թիվ 1 հարցն է։ Իմ համեստ կարծիքով դա վերջին շրջանում միակ ամբողջական առաջարկված ծրագիրն է ընդդիմության կողմից, իսկ Դավիթ Համբարձումյանը, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանը, մեր ընկեր Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է իմպիչմենտի միասնական թեկնածուն։ Ես երկար կարող եմ գովերքի խոսքեր շռայլել պարոն Համբարձումյանի երեկվա նամակի հետ կապված, որը պետական մտածողության ընդհանրական, բոլորիս ընդհանրական նպատակի այն է իշխանափոխության կարևորությունը գիտակցելու եւ երկրորդական նպատակները մի կողմ դնելու, ինչպես նաեւ անձնական ամբիցիաները մի կողմ դնելու հատկանիշներ էր, բայց կարծում եմ դա ակնհայտ է մեր քաղաքացիների համար։ Ինչ վերաբերվում է ձեր ասացին, որ ակնարկ կար, այդտեղ ակնարկ չէր, ուղիղ հղում էր փողոցային պայքարին, որովհետև իմ համեստ կարծիքով դեմ լինել իմպիչմենտին նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որը իմ կարծիքով ընդդիմության համար անընդունելի գործելավոճ է։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմինը մոտ օրերս նիստ կգումարի եւ արդեն իսկ պաշտոնական հայտարարությամբ իր եզրակացությունը կհայտնի այդ նամակի եւ առաջիկա process-ների վերաբերյալ։ Փողոցային պայքար է նախանշում պարոն Մամիկյանի։ Թեպետ ես գործադիր այդ պայքարը դուք թե այլ ուժեր, պարոն։ Թեպետ ես գործադիր մարմնի անդամ եմ, եկեք գործադիր մարմնի ընդհանրական որոշումից առաջ դրա վերաբերյալ Հերթով ժողովուրդ, բոլորին պատասխանելու։ Սարգսյանը վերջերս ակնարկեց, որ նորություն կլինի իմպիչմենտի հետ կապված իդրատական վերջին նիստի ընթացքում կա ավարտին կարծես թե։ Ինչպես տեսնում եք, այս հայտարարությունը խոսքը այս գործընթացի այս փուլի մասին է, այո։ Այս կողմից սկսեմ, եթե դեմ չի։ Պարոն Մամիկյան, մի քանի ձախողված գործեր են եղել փողոցային պայքարում, ինչ երաշխիք կա, որ այս անգամ կհաջողվի, որ նորից Գիտեք, նախ էլի, եթե թույլ տաք ձեր ձևակերպման հետ մի փոքր ճշտում բառը չի, բայց ամեն դեպքում կարծիք ասեմ։ Փողոցային մինչև հիմա տեղի ունեցած բոլոր պայքարները հիմնական ամբողջական նպատակին չեն հասել, ինչ խոսք այդտեղ վիճել հնարավոր չի։ Բայց անվանել ձախողված մի գործընթաց, որի ընթացքում մենք մեր պայքարի եղբայրները հայտնվել են անազատության մեջ, կրել են ծանր մարմնական վնասվածքներ եւ այլն, մի քիչ կոռեկտ չի հենց իրենց իսկ նկատմամբ։ Ուստի այո, այդ պայքարները չեն հասել իրենց նպատակին, բայց որևէ պայքար նախաձեռնելիս կամ դրա ամենավտանգավոր տեղերում ներգրավվելիս հանրապետականը երբեք չի հաշվարկում շանսերը, լավ շանսերը լավն են, սկսենք պայքարել, շանսերը այդքան էլ լավը չեն, սկսենք չպայքարել։ Կաթիլը քարածակում եւ մենք պարտավոր ենք, պարզապես պարտավոր ենք, հաշվի առնելով մեր խոստումները, հաշվի առնելով մեր ասածները, մինչև վերջին վայրկյան բոլոր հնարավորությունները օգտագործել իրական նպատակի, իշխանափոխության հասնելու համար։ Ես չեմ կարող երաշխավորել այս կամ այն պայքարի փուլը ինչ արդյունքի կհասնի, բայց կարծում եմ պատճառաբանությունը, որ իսկ եթե չստացվի, պայքարը չսկսելու համար ադգավորկա չի, բարեր են բառը մոռացել։ Այս կողմից գամ այստեղ, եթե դեմ չեք։ Երբ Հայաստան խմբակցությունը հիշում եք մի քանի ամիս առաջ ստորագրությունները դրեց, որ իմպիչմենտի գործընթացը սկսվեց, ու վստահեցնում էիք, որ կան քաղաքական պատգամավորներ, որ այս գործընթացին, այսպես կուլիսներում խոսում են այն մասին, որ կարող են միանալ, կան արդյոք քաղաքականներ եւ օրինակ պատիվ ունեմ մի արդեն նախկին անդամ Իշխան Զաքարյանի հետ այս թեմայով որևէ քննարկումներ եղել է, նա պատրաստ է, եթե փողոց գեներացվի եւ այլն, մեկ քաղաքականների անհրաժեշտ քաղաքականների հետ նաեւ միանա այդ ստորագրություններին։ Իշխան Զաքարյանի հետ քննարկումներ եղել են, թե ինքը ինչի է պատրաստ, ինչի պատրաստ չի, կարծում եմ պետք է հարցնել իրեն։ Ինչ վերաբերվում է ԿՊ-ական պատգամավորների եւ առհասարակ պատգամավորների, մենք անկախ պատգամավորներ ունենք, չէ՞, հետ քննարկումների վերաբերյալ ամենատարբեր ձևաչափերով, ամենատարբեր մարդկանց կողմից եղել են քննարկումներ, եղել են աշխատանքներ, բայց դուք էլ եք հասկանում, որ եթե վարչապետի միասնական թեկնածուին
վարչապետի միասնական տեխնացուի հայտարարումից 1 ամիս հետո կալանավորում են։ Ակնհայտ է, չէ, որ այն ԿՊԱ-ականները, որոնք այս կամ այն գործընթացի մեջ են, կվախենան հրապարակային դրա մասին ասեն։ Եվս մեկ անգամ ասեմ, այն պատգամավորները ԿՊԱ-ական, որոնք այսօր երեկոյան ենթադրենք ստորագրելու են impeachment-ի գործընթացը, շատ հավանական է, որ առավոտը տան ինտերվյու, որ ասեն, որ ամեն ինչ լավ է, մեր թիմը կուր է, պերաշկիով եւ այլնով եւ ամեն ինչով։ Դա ցուցիչ չի։ Աշխատանքները տարվում են, այդ աշխատանքներին իշխանությունները իրավական պսևդո իրավական իհարկե քաղաքական հետապնդումներով ամեն կերպ խանգարում են, սկսած Դավիթ Համբարձումյանի անձնապես նկատմամբ քրեական հետապնդումից, վերջացրած իր ազգականների նկատմամբ հետապնդումներից եւ շատ ու շատ դրսեւորումներով եւ ի պատիվ Դավիթի ինքը այդ ամենին դիմակայում է, առավել եւս կոչ է անում, որպեսզի գործընթացը եւս մեկ փուլով, եւս մեկ անգամ ակտիվացվի։ Այսինքն եղել են ԿՊԱ-ականներ, որ պատրաստ են եղել Եղել են քննարկումներ, եկեք ես ավելի ինչ ասեմ։ անկախ պատգամավորների հետ Բոլոր պատգամավորների հետ եղել են քննարկումներ։ Խախտեցի, բայց այս կողմից սկսենք լավ։ Չէ, ոչ մի տրաբեզություն չկա։ Պարոն Մամիջանյան, ես ուզում եի հարցնել Դավիթ Համբարձումյանի այդ հայտարարությունը փաստորեն նշանակում է, որ ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ, այսինքն ճիշտ է ընկալվել, պետք է դուրս գա այժմ փողոցային պայքարի, որպեսզի հաջողի impeachment-ի գործընթացը։ Դա փողոցային համընդհանուր ոչ էր ընդդիմությանը տեսեք, նորից ասեմ, impeachment-ի գործընթացը ինքնին ենթադրում է փողոցային պայքար, կարծում եմ դրանում բոլորս համակարծիք ենք։ Ես էլ եմ բազմից ասել, բոլորն են դրա մասին ասել, այդ թվում նաև նախագահ Սարգսյանը, այդ թվում նաև Դավիթը, բոլորը։ Մենք արդեն տեսնում ենք, որ կեղծվում են ընտրություններ։ Արդեն այդ կեղծումները ձևակերպվում են որպես արտաքին ազդեցության դեմ պայքար, այդ կեղծումները դրսևորվում են հիմնական դերակատար քաղաքական ուժերի ղեկավարների կամ առանցքային դերակատարների ապօրինի կալանքով, սկսած պարոն Կարապետյանից, շարունակած Խաչիկ Գալստյանով ու մեր բոլոր ընկերներով, էլի հատարհատ չթվարկեմ, ի սկզբանե ներողություն եմ խնդրում, որ բոլորի անունը չեմ տվել։ Հիմա ո՞րն է ավելի լավ։ Պարզ եմ ասում։ Փորձել ռեալ գործիքը, impeachment-ի գործիքը, իսկ նույնիսկ եթե այս կամ այն պատճառով այն հաջողության չհասնի, իշխանությունները կտեսնեն, որ արկա է լծակ փողոցային պայքարի, փողոցային ակտիվության տեսքով, որը իրենց գուցե հետ պահի այս կամ այն անօրենությունը, այս կամ այն կեղծիքը, մինչև ժամանակ կամ ընտրություններից հետո իրականացնելու համար։ Կարծում եմ, այստեղ երկար քննարկման առիթ չկա, դա լավ բան է թե վատ։ Պարոն Մամիջանյան, ես ճիշտ եմ։ Լսել եմ, հեսա կպատասխանեմ։ Պարոն Մամիջանյան, այսինքն ճիշտ են կալվում, փողոցային պայքարի կոչ է արվում այս փուլում, պարոն Համբարձումյանի կողմից։ Ընկալվել չընկալվելու բան չկա, գրված է դա հայտարարության մեջ, այո, եթե Ինչու ձեր ԳՄ-նիստում նախապես չեք քննարկել, կոնսուլտացիաներ չեն արվել ընդդիմության հետ։ Հաջորդ անգամ անպայման Լուսինե ջան, ձեր հարցրածիքը հաշվի կառնենք։ Ընդդիմադիր դաշտին, այսպես ասած, փչացնել ընտրություններից 5 պակաս 2 ամիս է մնացել եւ դուք բոլորին տպավորություն է շատերի մոտ, որ փորձում եք ներքաշել ձեր օրակարգի մեջ։ Ինձ թվում է դուք խառնել եք ճեպազրույց տվողին, ես տարանջատում օպերացիայի հեղինակներից չեմ։ Ես ընդդիմությանը թիրախավորելու թույլ կտակ հավատեմ։ Թույլ կտակ քննարկվել է ձեր գործընկերները իրենց մոտեցումները արտահայտել են եւ վերապահումով են ձեզ մոտեցել։ Հիմա ընտրությունից 2-3 ամիս առաջ նորից գործընթաց։ Փոխվենք տեղերով ձեր բրիֆինգն ավարտվեց։ Հարց եմ տալիս։ Եվս մեկ անգամ։ Եվս մեկ անգամ։ Նախ այդ փաստից հետո, որոնք դուք նշում եք, նախ ես ուզում եմ տեսնեմ այն ընդդիմադրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին։ Երկրորդ, դուք համարում եք, որ իրողություններ չեն փոխվել։ Հայաստանում իրողություններ են փոխվում ամեն օր։ Եվ եթե Հայաստանում կա մի ընդդիմադիր, որը կկանգնի ու կասի, որ ինքը փողոցային պայքարին դեմ է, ես շատ զարմացած կլինեմ։ Ինչ վերաբերվում է որևէ իրական ընդդիմադրին երբևէ թիրախավորելու կամ փչացնելու վերաբերյալ, լավ է, որ այդ հարցը տվեցի։ Երեկա Դավիթ Համբարձումյանը արել է հայտարարությունը ու դրանից հետո անմիջապես առանց սպասելու հանրապետականից որևէ արձագանքի որոշ քաղաքական շրջանակներ արդեն իսկ սկսել են սադրիչ գործողություններ։ Փորձում են անդադար կռվածնել, փորձում են մեզ սադրել, որ մենք սկսենք իրենց պատասխանել։ Դա չի հաջողվելու ու այս գործընթացի նպատակը
ընդդիմության համախմբումն է եւ եւս մեկ հնարավորություն օգտագործելը։ Մենք բոլորս խոստացել ենք օգտագործել բոլոր գործիքները, բոլոր հնարավորությունները իշխանապողության համար։ Հանրապետականը դա անում է։ Հիասթափության մասով եւ փողոց գեներացնելու։ Ես կարծում եմ, որ բոլորս։ Չէ, բայց ինչպես է մաչիկ դուրս գալու կամ դա։ Մի վարքան։ Տեխնիկական եւ կոնկրետ հանրապետականի առաջարկը ձևակերպված կլինի գործադիր մարմնի նիստից հետո 1։ Ձեր հարցի հետ կապված այդ կարծիքը շատ մեծ խնդրեմ առաջացնում, բացատրեմ ինչի։ Ես սովոր եմ փաստերով X-ը։ Մինչ օր կարծիքը վերաբերում է նրան, որ հիասթափություն կարող է առաջանալ ընտրություններից առաջ։ Մինչ օրս եղած բոլոր մեծ ընդդիմադիր իրենց արդյունքին չհասած պայքարները ամեն մեկը եղել են ավելի մեծ, քան նախորդ։ Դիմադրության շարժումը ավելի մեծ էր, քան ՀՓՇ-ն, սրբազան պայքարը ավելի մեծ էր, քան դիմադրության շարժումը։ Փաստացի դուք կարող եք ասել, որ կարող է հիասթափություն առաջանալ, բայց նորից եմ ասում, ամեն հաջորդ շարժումը եղել է ավելի մեծ ու այն 50-60 տարբեր թվեր են շրջանառվում, 1000 քաղաքացիները, որոնք հրապարակում էին սրբազան պայքարի ժամանակ, ոչ միտեղ չեն վերացել։ Այդ մարդիկ կան ու ակնհայտորեն դեռ ավելացել են, չէ՞։ Եվ չփորձել դա չօգտագործել ամենահստակ Նիկոլ Փաշինյանից 0 կախում ունեցող գործիքը, որը ամրագրված է սահմանադրությամբ, իմ համար ճիշտ ասած անկալելի է։ Այս կողմ կամ ու վերադառնամ այդտեղ։